Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-ի անալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական ուժերը դեռ սպասում են ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, իշխանական շրջանակներում ըստ մեր տեղեկությունների արդեն ոչ թե արդյունքներն են քննարկում, այլ հաջորդ իշխանական փուլը, նոր ազգային ժողովի կազմավորումն ու կառավարության վերաձևավորումը։ Օրաթերթի տեղեկություններով իշխանությունները մեծ վստահությամբ սպասում են հունիսի 14-ի ընտրությունների պաշտոնական ամփոփմանը, սակայն զուգահեռաբար արդեն հաշվարկում են 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին քայլերը։ Ըստ նույն աղբյուրների 8-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների վերջին օրը նախատեսվում է օգոստոսի 2-ին եւ հենց այդ օրը սահմանադրական պահանջի համաձայն գումարվելու է նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։ Հատկանշական է, որ իշխանական ճամբարում ըստ տեղեկությունների այլևս կասկածներ գրեթե չկան, որ ընդդիմադիր ուժերը կվերցնեն իրենց մանդատները եւ կմասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Եթե այս գնահատականը համապատասխանում է իրականությանը, ապա քաղաքական պայքարի առանցքը փողոցից վերջնականապես կտեղափոխվի խորհրդարան։ Աղբյուրների փոխանցմամբ օգոստոսի 2-ի նիստում նախատեսվում է արագ ընթացակարգով ընտրել ազգային ժողովի նախագահին ու փոխնախագահներին, որոշել մշտական հանձնաժողովների քանակը, այնուհետև անցնել վարչապետի ընտրությանը։ Դրանից հետո վարչապետը կձևավորի նոր կառավարություն, որը սահմանված ժամկետում խորհրդարան կներկայացնի իր գործունեության ծրագիրը։ Հրապարակ թերթը գրում է. Ռուսաստանի հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառված սանկցիաներից հետո Փաշինյանը հայտարարեց, թե արտահանման այլընտրանքային շուկաներ են փնտրում, տարբեր երկրների հետ բանակցում ու ՌԴ-ից մերժված ապրանքների առաջին խմբաքանակներն արտահանել են։ Հայտնի է, որ մեկ ամսից ավելի Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք գյուղմթերքների եւ այլ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Քարոզարշավի վերջին օրերին Փաշինյանը հայտարարեց, որ հայկական վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվել են դեպի նոր այլընտրանքային շուկաներ եւ նոր ուղղություններ, հատկապես Եվրամիության անդամ կամ ԵՄ ձգտող երկրներ։ Փաշինյանը վստահեցրեց, որ տեղական արտադրանքի իրացման ճգնաժամ չի լինի եւ ոչ մի ապրանք չվաճառված չի մնա, ասաց, որ երկրների անունները ավելի ստույգ կհրապարակեն ապրանքի տեղ հասնելուց հետո, սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ արտահանված ապրանքները փոքրիկ, եթե չասենք սիմվոլիկ քանակի են, չեն կարող որպես այլընտրանքային շուկա փոխարինել ԵԱՏՄ-ին։ Ընտրություններից առաջ էլ հայտնի դարձավ, որ օրինակ Լատվիա կամ Լիտվա արտահանված վարդեր կան ընդամենը 5000 հատ։ Սա եթե անվանում են արտահանում, ապա հրաշալի է։ Օրս հայտարարեցին, որ հունիսի վերջին Լեհաստան կարտահանվի 20 բեռնատար ծիրան։ Սա էլի աբսուրդային թիվ է այն ծավալների մեջ, որ մենք ունենք այսօր, որպես արտադրություն, առնվազն ծիրանի մասով խոսք կարող է գնալ 1000 բեռնատարի մասին, 20 տոննայանոց բեռնատարի մասին, եւ այդ ծավալները թե որտեղ են տանելու, դա այլ հարց է։ Այսօր արդեն էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը առաջին մտահոգիչ ասուլիսն է տվել, որ լոգիստիկ առումով թանկ արժի ԵՄ արտահանումը, նախընտրական շրջանում հենց դրա մասին էլ խոսում էինք, որ Ռուսաստանը այն շուկան է, որը ամենաձեռնտուն է Հայաստանի Հանրապետությանը։ Մյուս կողմից, եթե լոգիստիկ ծախսերն եք միայն հաշվում, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պարագայում դուք կարող եք նաև հաշվել գազի հավելյալ ծախսը, որը կրկնակի թանկացնելու հայկական ապրանքներ եւ դրանք անմրցունակ են դառնալու եվրոպական շուկայում, եթե անգամ հասնեն այնտեղ։ Ըստ ամենայնի այս ճգնաժամը մնալու է, իշխանությունները չեն կարողանալու այս հարցը լուծել, բայց քարոզչական առումով կփորձեն ժողովրդի գլուխը լվալ, թե հանուն ինքնիշխանության է, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կասի, որ Եվրամիությունից տուրիստներ են գալիս, այստեղ ծիրան են ուտում ու դա էլ է արտահանում, չնայած այդ առումով տուրիստները ծիրան արտահանում են, ուրիշ բան ներկրում են մեր երկիր, այդ դեպքում այդտեղ կարող նաև ներկրում, դա էլ Նիկոլ Փաշինյանը պիտի հաշվի առնի։ Մի խոսքով սպասենք, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, մի բան ակնհայտ է, եթե Ռուսաստանի Դաշնությունը փոխում է իր դիրքորոշումը Փաշինյանի կառավարության վերաբերյալ, եթե Փաշինյանի կառավարությունը իր դիրքորոշումը չի փոխել, ապա այս կառավարությունը ավելի լկտիանալու է եւ ռուսները դեռ դրա հետևանքները քաշելու են։ Հրապարակ թերթը գրում է. իշխանությունը հետընտրական չիստկա է անում պետական գերատեսչություններում, ՔՊ-ի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն Հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Ըստ
ընդ որում զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչև վերջ, քանի որ վերակացություններ են նշանակված, որոնք ստուգելու են ներկա բացակա անեն։ Մեզ ասացին, որ վերակացություններն արդեն քանի օր է պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել։ Ասում են յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն, որտեղ անգրագետ եւ իր իրավունքները չիմացող աշխատող լինի, ստիպեն դիմում գրել, այլ տեղերում պարգևավճարներ չտալով պատժել եւ այլն, բայց եթե մարդիկ մի փոքր դիմադրություն դրսևորեն, ոչ մի բան չի հաջողվի անել։ Այս իմաստով այո, մտահոգություններ կան եւ մենք դիմում ենք բոլոր այն պետական աշխատողներին, ովքեր ահաբեկումների կենթարկվեն, անպայման դիմել մեզ, մասնավորապես գրել մեր էլեկտրոնային փոստին կամ գրել ինձ, հրապարակումներ անել, եթե այդքան համարձակություն կա, եթե մտահոգություններ չունեք, անպայման լրատվամիջոցներ եւ մենք կոնկրետ կարձագանքենք եւ կփորձենք օգնել ձեզ այդ իրավիճակից դուրս գալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ մի շարք նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով եւս երկու դատական նիստ կկայանա, որից հետո դատավոր Վահե Դոլմազյանը կհեռանա խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու համար։ Շուրջ 5 տարի առաջ հարուցված քրեական գործը հակակոռուպցիոն դատարանում մոտեցել է ավարտական փուլին։ Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Քրեական գործով բոլոր մեղադրյալները ներկայումս ազատության մեջ են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով Գյումրիում կառավարման ճգնաժամը գնալով խորանում է։ Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարումը փաստացի փոխանցվել է նրա փեսային Ավետիս Առաքելյանին։ Ինչպես արդեն հայտնի է, Ավետիս Առաքելյանը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 8-րդ հորիզոնական եւ падգամավորական մանդատը ստանձնելու դեպքում քաղաքի կառավարման հարցը կրկին մնում է անորոշ։ Նշենք, որ նախորդին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Արմլուրեմի իշխանական աղբյուրների փոխանցմամբ իշխանությունները դեռևս չեն հստակեցրել ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն հակված են Գյումրու քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել Սարիկ Մինասյանին։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ակնհայտ ապօրինություն է, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինները ունեն ինքնուրույնություն եւ եթե ավականին չի որոշել նոր ընտրություններ անցկացնել, ապա սա Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ թիմը որպես այդպեսին գոյություն չունի։ Չկա ինքնակառավարման մարմին եւ կառավարությունն է որոշում կոնկրետ համայնքում համայնքային իշխանությունը ինչ վարքագիծ դրսևորի։ Սա էլ այն մասին, որ մենք իբրև թե ունենք թիմեր եւ դրանք ունեն ինքնակառավարում, ինքնուրույնություն, բյուջե, абսուրդ է սա ամեն ինչը, չկա գոյություն չունի եւ Փաշինյանը ամեն անգամ դա հաստատում է։ Փաստի համաձայն նախնական արդյունքներից հետո ակտիվորեն քննարկվում է վերցնել թե չվերցնել մանդատները մամուլի հրապարակումներով ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները դիտարկում են նաեւ հրաժարականի տարբերակը։ Թերթը նշում է, որ մանդատ չվերցնելը չի վնասում Փաշինյանին, որն ունի ԱՄՆ-ի եւ ԵՄ աջակցությունը։ Ըստ հրապարակման մանդատ վերցնելով ընդդիմությունը կարող է զրկել Փաշինյանին սահմանադրական մեծամասնությունից եւ սահմանափակել առանցքային նշանակումներ, ինչպես նաեւ կանխել անկլավների, այդ թվում Տիգրանաշենի հանձնման նոր սահմանադրության ընդունման եւ անկախության հռչակագրի չեղարկման նախաձեռնությունը։ Նշվում է, որ ընթանում է վերահաշվարկ, հայտարարված ՍԴ դիմելու մասին վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Գերակշռում է տեսակետը, որ ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան, ինչպես 2017-ին Ելքը եւ Նիկոլ Փաշինյանը, որոնք մանդատներով սկսեցին ինստիտուցիոնալ պայքար։ Գիտեք, մանդատները եւ վերցնելը եւ չվերցնելը կարող են ունենալ հիմնավորումներ եւ երկու դեպքում էլ այդ հիմնավորումները կարող են արդարացված լինել, եթե մանդատն էլ վերցնել եւ չվերցնելու հաջորդող քայլերը ընդդիմությունը ունի, այսինքն որ անում է սա։ Այստեղ բերված հիմնավորում օրինակ ինձ համար այդքան էլ հասկանալի չի, որ մանդատները վերցնելով կկանխեն Փաշինյանի քվեարկություններում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Այս օրինակ տեսանկյունից ես կարծում եմ սա վտանգավոր հիմնավորում է, ինչու, որովհետև
մանդատները կարող են վերցնել։ Ես օրինակ անկեղծ Հայաստան Դաշինքի մասով վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա Հայաստան Դաշինքից մարդ գողանալ, բայց կներեք մյուս ուժերի մասով այդ վստահությունը չունեմ։ Ինչու՞։ Ու Բարգավաճ Հայաստանի հետ կապված էլ կարելի է ունենալ այսպես վստահության բան, թեպետ չեմ պատկերացնում իրենցից ով կանցնի խորհրդարան, բայց ուժեղ Հայաստանի զգալի մասին որևէ մեկը չի ճանաչում։ Այո, Սամվել Կարապետյանի մասին լավ ունենք վստահություն։ Մարդը ինչ որ սկզբունքներ ունի, հայտարարել է, այդ սկզբունքներից եկեք ընդունենք, որ դուրս չի գա։ Բայց այնտեղ կան նոնեյմ անուն չունեցող բազմաթիվ գործիչներ։ Էլի չեմ ուզում վիրավորել, անուն չունենալ նշանակում է քաղաքական կենսագրություն չունեն։ Մենք չենք տեսել այս տարիներին, որ այդ մարդը այս կամ այն կերպ իրեն կարող է դրսևորել։ Եվ այս պարագայում օրինակ մանդատները վերցնելը, եթե չկա վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող մարդ գողանալ, Փաշինյանը հնարավորություն է ստեղծում մարդ գողանալու հնարավորություն ունենալ։ Եթե մանդատները չեն վերցնում, Փաշինյանը այդ հնարավորությունը հաստատ չի ունենում մարդ գողանալու։ Բայց գանք նրան, որ երկու դեպքում էլ հիմնավորումներ կարող են լինել, թե դեմ, թե կողմ, այսինքն եւ կարելի է պնդել, որ մանդատները վերցնելով կարելի է պայքարել եւ կարելի է պնդել, որ մանդատները չվերցնելով կարելի է պայքարել։ Նայած ինչ ռազմավարություն ունի ընդդիմությունը, սրա մասին ընդդիմադիր ուժերը հրապարակային պետք է խոսեն։ Հրապարակ թերթը գրում է. Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը շարունակում է հաշվառդարն այն ենթականների հետ, որոնք իր պատիվը գետնով են տվել։ Գորիսում ԿՓ-ի ջախջախիչ հաղթանակ չեն ապահովել։ Նա պատասխանատուները նշանակել տեղամասերում, որոնք վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին է։ ԿՊ-ն կրում է ընդդիմությունը սատկացնելու են։ Ընտրության գիշերը մեծ անակնկալ է եղել ԿՊ-ի ցածր տոկոսները եւ Արուշն աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին, խորհրդական Կարեն Ջավահիրյանին, օգտական Գրիգորյանին, Խնձորեսկի վարչական ղեկավարին։ Մեր աղբյուրն ասում է, որ սրանով նա չի բավարարվելու, մյուսներին ազատելու է, երբ հետընտրական կրքերը հանդարտվեն։ Ասել է, որ պատժելու է իրեն խափողներին, իսկ որ ինքը խափել է հանրության ընդդիմության սպասելիքները ճամբարափոխ եղել, դա չի հիշում։ Գիտեք, ընդհանրապես Սյունիքի համայնքապետերի մասով, հատկապես Արուշանյանի եւ Փարամազյանի, ես կարծում եմ հանրությունը ինքն իրեն կեղծ թակարդն է գցել այս մարդկանց, էլի, տեսեք, նո-նեյմ են, չէ՞, մարդիկ, այսինքն քաղաքական առումով մինչև 2021 թվականը եւ Փարամազյանը եւ Արուշանյանը նո-նեյմ էին, այսինքն իրենք կենսագրություն չունեին եւ մենք չենք տեսել իրենց քաղաքական դրսևորումները այս կամ այն իրավիճակում, որ ասենք, այո, այս տղերքը ամուր իրենց դիրքում կմնան։ Հիմա այդ նո-նեյմ գործիչներին հերոսացրեցինք մեդիաներ, քաղաքական գործիչներ, հանրություն, սարքեցին չուտ լինի կարեգին նժդե, հետո Փարամազյանը խոնարհվելով գնաց Աննա Հակոբյանին դիմավորելու ծաղիկներով։ Արուշ Արուշանյանը փաստորեն արդեն ԿՊ-ի համար ձայներ է հավաքում, ընդ որում չհավաքողներին պատժում է։ Սրա մասին է խոսքը եւ էլի վերադառնալով նախկին թեմային, պետք է ասել, որ մի բան քաղաքական կենսագրություն չունեցող գործիչների մասով մի խոսեք վստահ, մի խոսեք այսպես պնդմամբ, որ այս կամ այն բանը տեղի չի ունենա կամ տեղի կունենա, ինչ գիտեք, որ տեղի չի ունենա։ Արուշանյանը ձեզ լավ օրինակ, Փարամազյանը ձեզ լավ օրինակ, եւ սրան զուգահեռ օրինակ ինձ համար անհասկանալի է, որ այս մարդկանց ընդդիմադիր դաշտում կան գործիչներ, որ այս մարդկանց համարում են իրենց ընկերներ։ Եթե այս մարդիկ դավաճանել են այն սկզբունքները, որոնք ընդունել էին 2021-ին, հիմա շարունակում են ձեր ընկերները լինել, այդտեղ արդեն կասկածներ կան ձեր մասով։ Վերջում երկու միջազգային լուր, մեկը մեր տարածաշրջանին է առնչվում, մեկը Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցով անցումը բոլոր նավերի համար։ Երկրի տարածքում գտնվող օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած զանգվածային հարվածներից հետո հայտնել է Իրանի բանակի կենտրոնական շտաբը։ Տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով Հորմուզի նեղուցը փակվում է ցանկացած տեսակի նավերի երթևեկության համար, այդ թվում նավթատար տանկերների եւ առևտրային նավերի։ Նեղուցով ցանկացած տեղաշարժ կսահմանափակվի, նշվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է երկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Այս մասին
Հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։ Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեթ Շերմանի կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, իսկ այժմ սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48